Մինչև որոշելը թե որն է ճիշտ Եվրասիական տնտեսական միությունը, թե Եվրամիությունը, պետք է հասկանալ, թե ուր է գնում այժմ աշխարհը, Սպարապետ հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի հրավիրած աշխատաժողովի մասնակիցներն են կարծում։ Այդ հարցին պատասխանելը շատ դժվար է, որտեղ Եվրամիությունը նախ ինքը պետք է հասկանա իր ապագան որն է, իր տնտեսական քաղաքականությունը որն է, իր անվտանգային համակարգը որն է։ Մյուս կողմից Եվրասիական միությունը առաջերտին բնականաբար Ռուսաստանը պետք է հասկանա ինքը ինչ պայմանավորվածություններ է ունենալու Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ, աշխարհի ապագա սկզբունքները որոնք են լինելու։ Եվ այս համատեքստում եվրաինտեգրման թեման դաշտ նետելը միամտություն է, եթե ոչ արկածախնդրություն։ Երբ որ արդեն ակնհայտ է եւ փաստական արձանագրվում է այլընտրանքային բևեռի ձևավորումը, իդեմս Ռուսաստան, Չինաստան եւ այլք, խոսել դեպի արևմուտք փաստացիորեն սուզվող նավի վրա տեղավորվելու հանգամանքից դա նշանակում է ուղղակի նախ չհասկանալ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումն է, երկրորդ Հայաստանի նման խիստ խոցելի պետությանը, որը այս իշխանությունների պարագայում դրվել է ել ավելի վտանգված եւ գոյաբանական սպառնալիք է առջեւ ուղղակի ոչնչացման առջեւ կանգնեցնել։ Բանախոսները կարծում են, որ տնտեսապես Հայաստանն ավելի սերտ կապեր ունի ԵԱՏՄ-ի հետ, թեև բոլոր ժամանակների համար հարաբերությունների դիվերսիֆիկացումն էլ կարևորում են։ Այսօր արձանագրենք, որ մենք դեռևս ԵԱՏՄ-ում բազմաթիվ անելիքներ ունենք, միաժամանակ նաև եվրոպական առանձին երկրների հետ ճիշտ քաղաքականություն վարելու հրամայականով։ Որոշումը, որը կապված է տնտեսական ռազմավարական ընտրության հետ, դա միայն տնտեսական եւ աշխարհաքաղաքական որոշում չի, դա անմիջականորեն կապված է նաեւ Հայաստանի ապագայի հետ, Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության հետ։ Իսկ ինչ պետք է անի Հայաստանն այս բարդ ժամանակահատվածը հաղթահարելու, նոր կորուստներ չունենալու, նաեւ զարգանալու համար։ Ինչ պետք է անի Հայաստանը, պետք է անի ճիշտ հակառակը, ինչ որ անում է այս իշխանությունը։ Իսկ դրա համար ինչ է պետք, դրա համար պետք է որ լինի լրիվ այլ իշխանություն, որը այլ կերպ է մտածում, այլ պայմանավորվածություններ ունի եւ գուցե իրենց վրա նաեւ ես նկատում ունեմ գործող իշխանությունը նաեւ որոշակի կոմպրոմատներ եւ պայմանավորվածություններ կան։ Արփնետ Համրազյան, Գևորգ Դարփինյան, Լրաբեր։